Պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը։ Այդ դեպքում ինչ անել եւ որտեղից սկսել։ Արար քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը ներկայացնում է հայ երկու անվանի փորձագետի հիմնարար աշխատությունը Հայաստանի համապարփակ անվտանգության նոր կոնցեպտի մասին։ Հեղինակները վերլուծել են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները եւ խոցելի կողմերը, առաջարկում են նորարար մոտեցում, որը միավորում է ազգային դիմակայունությունը, ռազմավարական կառավարումը եւ արտաքին քաղաքական հավասարակշռումը, երկարաժամկետ ինքնիշխանություն եւ կայունություն ապահովելու նպատակով։ Այս կոնցեպտը փոփոխվող աշխարհում Հայաստանի տեղը եւ դերը վերաիմաստավորելու կոչ է։ Այն առաջարկում է դուրս գալ անցյալի խորհրդային հարացույցից ու կառուցել մի համակարգ, որը փոքր պետության թույլ կտա դիմակայել ավանդական եւ հիբրիդային հիմնախնդիրներին։ New Megan Friends ծրագրով ներկայացնում ենք Էդուարդ Աբրահամյանի եւ Գևորգ Մելիքյանի աշխատությունը Համապարփակ անվտանգություն Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, այսօր New Megan Friends ծրագրով Արար քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը ներկայացնում է նոր շատ կարևոր աշխատություն։ Գիրքը կոչվում է Համապարփակ անվտանգություն։ Այն հրատարակվել է Արար հիմնադրամի հայտարարած մրցույթով։ Մեր տաղավարում է ազգային դիմակայությունների հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագիտության թեկնածու, Համապարփակ անվտանգություն գրքի համահեղինակ Գևորգ Մելիքյանը։ Բարի լույս, բարի առավոտ։ Ձեր գործընկերն է նաև գրքի համահեղինակ Էդուարդ Աբրահամյան, ով այսօր այստեղ չէ, բայց վստահ եմ, որ համապարփակ ինֆորմացիա դուք մեզ կներկայացնեք։ Եվ դիմակայունություն։ Մի բան է, որ մեր անվտանգության դոկտրինում է ֆիքսված, տոկունությունը, դիմակայունությունը, պետության, այսպես ասած։ Բավականին ծավալուն թեմա է եւ ինչ բաժիններից է բաղկացած, ինչպես է կարողացել անդրադառնալ այս թեմային։ Շնորհակալություն նախրավերի համար, իսկապես շատ հաճելի է ձեր տաղավարում լինել եւ քննարկել մեր հեղինակած գիրքը, որը երկար ամիսների աշխատանքի արդյունք է։ Մենք գիրքը, որ սկսում էինք, սկզբում գիրքը ինքը պիտի լինի ավելի շատ հետազոտություն, հետո մենք որոշեցինք իրեն դարձնել գիրք, քանի որ անգամ ծավալուն դարձավ, որ ինքը դարձավ արդեն գրքին հարմար, ունի ներածություն, որտեղ մենք խոսում ենք խոցելիությունների մասին Հայաստանի, փորձում ենք վերլուծել 34 տարիների ըստեղության ընթացքում ունեցած մեր բացողումները, թերացումները համակարգային եւ դրանից հետո անցում ենք կատարում արդեն փոքր այլ պետությունների օրինակների ուսումնասիրությանը, ներկայացնում ենք բոլոր այն շերտերը, որոնք մենք կարևորում ենք որպես անվտանգային բաղադրիչ, քանի որ աշխարհը փոփոխվում է եւ հիմա անվտանգությունը միայն այլևս ռազմականը չի։ Անվտանգությունը միայն սահմանները չեն, անվտանգությունը միայն ուժը չէ, այսինքն ֆիզիկական ուժը, կինետիկ ուժը չէ։ Անվտանգությունը ըստ էության հիմա ամեն ինչ է, սկսած կրթություն, վերջացրած էկոլոգիա եւ այլն։ Ինձ թվում է առաջինը կրթությունն է, անվտանգությունը նոր դա կարող ենք քննարկել, իհարկե բանավեճ կա ակադեմիական շրջանակներում արդյոք պետք է այդ հարակից անվտանգությունները համարել որպես լուրջ սպառնալիք, բայց մենք այո ընդունում ենք, որ հարակից ենթադրենք օրինակ նարատիվային դաշտ, օրինակ Ադրբեջանի նարատիվները Հայաստանի մասին է, հա, կամ տարբեր տեսակի գրողները տեղեկատվական դաշտում, դուք տեղեկատվության ոլորտի մասնագետները գիտեք, որ անդադար մենք գրողների տակ ենք, բայց դրանք միայն այդտեղ չեն, շատ ու շատ այլ հարցերում, այլ շերտերով այդ անվտանգային սպառնալիքները մեր առջև են։ Եվ մենք հետո գալիս ենք Իսրայելի օրինակն ենք ավելի մանրամասնում, քանի որ մեկ ամիս մենք հետազոտություն ենք անցկացրել հենց Իսրայելում առաջին անգամ հայ փորձագետները ըստ էության ուսումնասիրել են Իսրայելի, կարող եք զարմանալ, բայց Իսրայելի անվտանգային մտածողությունը, կոչվում է security thinking, եւ ռազմավարական մտածողությունը, strategic thinking, որ տեսնենք թե ինչպես են այլ պետություններ, մասնապես Իսրայելը, իհարկե գիտեմ, որ շատ բազմազան կարծիքներ կան Իսրայելի մասին, բայց մեր խնդիրը դա չի, թե մենք համակրում ենք, հակակրում ենք, համաձայն ենք իրենց վարած քաղաքականությամբ։ Մենք փորձում ենք տեսնել, թե թշնամական միջավայրում փոքր պետությունը, շեշտում եմ փոքր, ինչպես է կարողանում դիմակայել սպառնալիքներին, այսինքն ինչպես է կարողանում դիմադրել այն բոլոր խնդիրներին, որ իր առջև կանգնած են, եւ դա համարվում է ասիմետրիկ պատերազմ, այսինքն հավասարազոր չեն ուժերը։ Ըստ էության գիրքը ամբողջությամբ այդ շերտերով անցնում է եւ փորձում է բերել նոր մոտեցում, մենք վերջում անում ենք 17
հայեցակարգային առաջարկ, policy recommendation-ներ, որոնք պետական հատկապես մարմինները եւ ոչ պետական մարմինները պիտի ցանկալի է որ լինեն այս դեպքում։ Այո, ականջալու լինեն, փորձեն վերցնեն իսպարազինություն, այսպես ասած, եւ օգտագործեն։ Քանի որ դուք գրքի վրա աշխատել եք 1 տարի, ինձ հետաքրքիր են կոնկրետ այն ուղղությունները, որոնք որ ձեր գրչի կամ աչքի ուսումնասիրության տակ են եղել ընդհանրապես, որոնք են կարևոր ուղղությունները, որոնք հետազոտություն են որպես այդպեսին անցել ձեր կողմից։ Իհարկե մենք սկսել ենք բնականաբար առաջին հերթին ռազմական բաղադրիչից, որովհետև միևնույնն է, որքան էլ մենք տեսնենք, որ աշխարհը փոփոխվում է, միևնույնն է հիմքում ընկած է ուժը։ Անգլերենում ասում են power politics, այսինքն ուժային քաղաքականությունը, ինչպես որ դուք տեսնում եք ընդհանրենք ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, հայ-ադրբեջանական կոնֆլիկտում, տեսնում եք Գազայում, տեսնում եք Հնդկաստան, Պակիստանում եւ այլուր, որտեղ ուժի ըստ էության ներկայությունը, առկայությունը դեռևս շարունակում է մնալ, որքան էլ որ 20-րդ դարում եւ 21-րդ դարի սկզբում կար ակնկալիք, որ մարդկությունը թևակողել է նոր ավելի քաղաքակիրթ փուլ եւ հիմա խնդիրները, ինչպես օրինակ մարդիկ իրենց կյանքում փորձում են ավելի քաղաքակիրթ ձևով լուծել։ Դե ուժն է հիմա քաղաքակիրթ։ Բայց հենց այ բանը որ մենք տեսնում ենք, որ նորից կամ վերադարձ ենք տեսնում դեպի ուժը, կամ տեսնում ենք դրա վերածնունդը վատ իմաստով իհարկե։ Այսինքն դա առաջին տեղում է։ Այո։ Երկրորդը գալիս են մնացած բոլոր հատվածները, որոնք մենք հենց դիմակայունության մեջ ներառելով տեսնում ենք, թե ինչպես պետք է հանրությունը նաև պատրաստ լինի, որովհետև ինքը այս երկրում է ապրում, ինչպես Իսրայելում։ Օրինակ Իսրայելում բոլորը անխտիր տղա աղջիկ պետք է ծառայեն բանակում։ Ես դրա կողմնակիցը չեմ, բայց դա օրինակ է, թե ինչպես են իրենք արձագանքում այդ մարտահրավերներին։ Մեզ մոտ մենք դա, եթե կոնցեպտուալ առումով նայենք, կոչվում ենք պաշարված ամրոցի կոնցեպտ, որ մարդիկ, չնայած կարծում որ մարդիկ հասկանում են, որ մենք իսկապես չենք ապրում լավ, մենք Շվեյցարիա չենք, մենք շրջապատված չենք ընդհանրապես եվրոպական երկրներով եւ իհարկե առանց քաղաքականության եմ այսօր խոսելու, մենք ունենք խնդիրներ, մենք ունենք հակառակորդներ, թշնամիներ, մենք ունենք վատ տրամադրված պետություններ, մենք ունենք նաեւ այլևայլ խնդիրներ, ունենք չունենք ծով, չունենք ռեսուրսներ, որոնք սահմանափակում են մեր մանևրականությունը։ Հետևաբար դրանք եւս ստեղծում են անվտանգային խնդիրներ։ Օրինակ ասենք էներգետիկ կախվածությունները, դրանք խնդիր են։ Էլի նույնիսկ մի կողմ թողնենք ումից են կախված, ինչու է այդպես, բայց մենք կախված ենք եւ դա կախվածությունները առաջացնում, դա բերում է թուլության, թուլացման պետության, որտեղ պետությունը ստիպված է լինում համակերպվել։ Հիմա մեր խնդիրն է նաեւ դրա մասին խոսել, որ կարեւոր է ունենալ ուժեղ պետական, մենք դա կոչվում ենք ռազմավարական կառավարում։ Անգլերենում կա good governance, մենք դա փոխեցինք, դարձրեցինք strategic governance, այսինքն ամեն ինչին նաև ռազմավարական տեսանկյունից։ Ըստ էության մենք էլի, որպեսզի ժամանակը նաև մեր հեռուստադիտողների շատ չզբաղեցնեմ, հիմնական շեշտերը դրանք են, նոր մոտեցում անվտանգությանը։ Եվ այս գրքով եւ մեր մոտեցումներով իհարկե հետաքրքրված են պետական մի շարք գերատեսչություններ։ Խնդրեմ անայդ։ Ամեն երկիր ունի իր մոդելը անվտանգության։ Այս բարագայում հայկական մոդելը ո՞րն է, մեր անվտանգության մոդելը կա այդպիսի ինչ-որ մի ձևակերպում։ Շատ լավ հարց եք տալիս, եթե կարճ պատասխանեմ ոչ, Հայաստանը չունի նման մոդել։ Չէ, պարզ չի, իրականում օրինակ կարող ենք մենք ունենալ, ասենք ընդհանրենք Սինգապուրը ունի, Շվեյցարիան ունի։ Շատ մոդելներ ունենալ, չկիրառվող։ Բայց մենք չունենք ընդհանուր, այսինքն մենք չունենք մի ընդհանուր մոդել եւ հենց այս գրքի նպատակը դա է, որ մենք ցույց տանք, գրքի անունը տվեցինք, համաձայն եմ, ես կվերցնեմ, որ մենք փորձենք մշակել այդ մոդելը։ Այս գիրքը հենց այդ փորձն է օգնել մշակել նոր կոնցեպտը, քանի որ մենք պետական կառույց չենք, մենք չենք կարող դոկտրին գրել, անվտանգության դոկտրին, հայեցակարգ, դա անում են պետական մարմինները, մասնապես անվտանգության խորհուրդը կամ պաշտպանության նախարարությունը։ Մենք սա որպես ռեկոմենդացիոն, որպես խորհրդատվական արդեն մշակումները մեր իրենք կարող են օգտագործել, որպեսզի մշակեն հայկական եւ մենք իհարկե կօգնենք այդ հարցում իրենց հայկական մոդելը, ձեր ասած հայկական մոդելը, որ կարող ունենալ ինչ-որ անուն, որտեղ որպես կանոն մոդելներ ունենում են անուններ, բայց դա պարտադիր չունակ։ Իսրայելը երբեք որևէ անուն չի դրել եւ 53 թվից այսքոմ իրենք չունեն նոր ռազմավարություն, բայց իրենք շարունակում են անընդհատ զարգացնել անվտանգային համակարգը։ Դուք ասացիք, որ նաեւ հետազոտել եք եւ շատ այլ երկրների օրինակն ու փորձն եք։ Անպայման փորձել ենք, այո։ Իսկ ադապտացիաներ կան։
Չէ, հենց ոչ թե չկան ադապտացիաներ, այլ մեր խնդիրը ցույց տալ, թե որ երկիրը հատկապես փոքր երկիրն է, որտեղ շատ կարևոր է շեշտենք, որ մենք համարում ենք փոքր երկիր։ Այո, ճիշտ օրինակով պետք է։ Որպեսզի օրինակ չեն կարող Միացյալ Նահանգների հետ համատվել տարբեր պատճառներով։ Իհարկե կարելի է եւ պետք է ինչ-որ բաներ վերցնել, բայց ավելի լավ է վերցնել փոքր պետություններ։ Իդեալական նմանություն չկա, այսինքն միջազգային հարաբերությունները, որտեղ մեզ ասում են, ինչու եք վերցել Իսրայելը, չէ որ Իսրայելը եւ շարունակում են, չէ վերցել Շվեյցարիան։ Աշխարհագրությունը, ռեսուրսները, մարդկային քանակը, մշակույթը, կրոնը, հազար տեսակի չափորոշիչներ կան, որոնցով տարբերվում են կամ նման են։ Հիմա խնդիրը ոչ թե նա էր, որ մենք գտնենք իդեալական նման բան, որ անհնար է, այսինքն երկու իրար նման մարդ չես գտնի, ամեն մեկ իր կյանքն է ապրում եւ ոչ արտաքնապես, ոչ էլ ներքուս նման չեն։ Կարող է ինչ-որ բաներում նման լինեն։ Հենց սա է խնդիրը, որ տեսնենք, օրինակ, այս երկիրը իր խնդիրը ոնց է լուծել։ Օրինակ, ենթադրենք Իսրայելը չունի ռազմավարական խորք։ Ռազմավարական խորքը, եթե շատ այսպես շատ բարձ ձևով ասեմ, դա այն է, որ երբ որ հարձակում են քո վրա, դու պետքա տեղ ունենաս հետ նահանջելու։ Մենք այդ խնդիրը ունենք առանց Արցախի, մենք խնդիր ունենք հետ նահանջի, այսինքն նահանջել հետ, վերակազմավորվել, նորից անցնել հարձակման։ Նույն խնդիր ունի Իսրայելը։ Եվ Իսրայելը մշակել է մի կոնցեպտ, որը կոչվում է վիրտուալ ռազմավարական խորք։ Դա ենթադրում է հետևյալը, որ ինքը ամեն ինչ անում է, որպեսզի ռազմական գործողությունները միշտ տեղափոխի թշնամու տարածքը, երբեք չի թողնում իր ներսում։ Սա իրենց մոտեցումն է, որը մեզ համար ուսանելի է շատ։ Այլ հարց է, որ արդյոք մենք դա կարողանանք նույն կերպ կիրառել կամ մենք մերը կանենք, սա արդեն կրեատիվության հարց է եւ ավելի շատ որ մենք պիտի ճիշտ հասկանանք թե մեզ ինչ է պետք, բայց այլ երկրների օրինակները միշտ մեզ համար պետք է ներշնչման աղբյուր լինեն, ոչ թե նմանակելու, այլ հասկանալու, որ իրենք էլ բավականակ Իսրայելը անապատ է գլոբալ առումով, բայց ինքը տարիների ընթացքում ունի ռազմավարական ծառերի տնկման ծրագիր, որտեղ երբ որ դուք գնաք Իսրայել կտեսնեք, որ ամբողջ անտառ է, բայց դա եւ ծով ունի, մենք ծով չունենք, բայց մենք անտառի օրինակ մենք ունենք ռելիեֆային առումով շատ ավելի հարմար դիրքեր, քան Իսրայելը, որը լրիվ դատարկ անապատ է, բայց իրենք դա փորձել են ծառերի միջոցով անել, որպեսզի վերևից չերևա, խոհարկել։ Այսինքն ամեն երկիր մի լուծում է գտնում, հա, օրինակ Շվեյցարիան հայտնի է, որ Շվեյցարիայում մարդիկ իրենց տներում պահում են ավտոմատներ, իրենց զենքերը, հա, կամ իրենք ունեն կենտրոնացված մի համակարգ, որը կարողանում է կոորդինացնել բոլոր սպառնալիքները եւ հրահանգները, այսինքն հրամանատրության հատուկ իրենք մոդելներ ունեն։ Դա այսինքն տարբեր են ամեն Էստոնիան օրինակ կիբերանվտանգության փոքրիկ երկիր է, Հայաստանից ավելի փոքր ամեն ինչով, բայց կիբերանվտանգության առաջատարներից մեկն է։ Պարոն Մելիքյան, դուք խոսքի մեջ նշեցիք, որ նաև որևէ առաջարկներ եք անում գրքում, 10-11 առաջարկ, 17 առաջարկ, այո, կա գրքում, սա նշանակում է, որ եթե տեսնում ես խնդիրը, բնականաբար նաև պատկերացնում ես ինչպեսի լուծում է այն պահանջում, եւ հետաքրքիր է ինչ քայլեր եք առաջարկել գրքում, ինչպեսի լուծումներ եք դուք պատկերացրել այս համապարփակ խնդիրների։ Դե այո, ոչ, բայց այնտեղ մենք ամեն ինչ որ վերլուծել ենք, հետո փորձել ենք, որպեսզի մեզ չասեն, լավ, այդքան վերլուծեցիք, բայց ինչ անենք։ Մենք ասում ենք ինչ անենք։ Եվ նույնիսկ որպեսզի չկրկնվենք, թե ինչ ենք այնտեղ գրել։ Մի քանի բան կարող եմ ուղղակի թվարկել, այդտեղ մենք անդրադառնում ենք Սփյուռքի հետ շատ կարևոր աշխատանքին, շատ կարևոր անդրադառնում ենք ստրատեգիական մտածողության զարգացմանը կրթության ոլորտում, քանի որ մեզ պետք են ստրատեգներ, մտածողներ։ Քննադատական մտածողությունից բացի նաև ռազմավարական մտածողություն է պետք, այսինքն մարդիկ պետք է ավելի գլոբալ տեսնեն հարցերը եւ ոչ թե շատ նեղ, շատ, այսինքն թվային մտածողություն պետք է ինչ-որ առումով զարգացնենք։ Բնականաբար շեշտադրում ենք հետախուզության վրա, որովհետեւ առանց հետախուզության չկա ինֆորմացիա։ Եվ առանց ինֆորմացիա ինձ թվում է չկա։ Հետախուզությունը մեզ մոտ ցավոք բավականին բան է, այս անտեսված ոլորտ է եղել, հիմա կարծեք ինչ որ փորձեր ան, բայց առանց եթե դու ինչպես օրինակ բիզնեսում, եթե դու չգիտես դաշտը, շուկան չես ուսումնասիրել, դու չես կարող իմանալ, թե դու որտեղ ես, քո կոորդինատները, նույն կերպ հետախուզությունը բոլոր առումներով տնտեսականից մինչև դիվանագիտական եւ ամենակարևորը ռազմական, այսինքն հակառակորդի մասին մաքսիմալ տեղեկատվություն, ներքին եւ փակ եւ բաց աղբյուրներին փորձել մուտք ունենալ եւ կարողանալ հավաքագրել, քարտեզագրել
բոլոր խնդիրները եւ բոլոր հնարավոր սպառնալիքները, որ մենք կարող ենք ունենալ։ Սա հետախուզության գործն է իրականում, որը մշակվում է վերլուծաբանների կողմից եւ վերլուծաբանները առաջարկներ են անում պաշտպանության նախարարության, թե ինչպես պետք է ինքը արձագանքի եւ այլն, եւ այդպես մոտավորապես 17։ Եվ եթերը սկսում ենք, մինչ եթերը սկսել, այսինքն ես թերթում եի գիրքը եւ ներածականը շատ հետաքրքիր վերնագիր ուներ, անվտանգային ճարտարապետություն, որպես այդպեսին, որը ձախողեց, որը ձախողվեց։ Այնց հետաքրքիր է, ինչ է նշանակում անվտանգային ճարտարապետություն, սրանք այն կառույցներն են, ես մտածում եմ architecture, ավելի շատ միջազգային հարաբերությունը, խնդրեմ, եթե ուզում եք ձեր։ Չէ, ես այսպես պատկերացրեցի, որ անվտանգային ճարտարապետություն, այսինքն մեր երկրի համար կարող են պետք լինել այնպիսի կառույցներ, որոնք իսկապես կարող են ապահովել քո անվտանգությունը, դրանք բունկերներ են կամ դա արդեն ֆիզիկական ոլորտն է, երբ որ մենք ընդհանրենք ամրակառույցներ պիտի ունենանք ապաստարաններ, որտեղ մարդիկ պիտի եւ ոչ միայն ընդհանրենք պետք է բարենային անվտանգություն լինի, երբ որ եթե ինչ-որ բան է լինում, դու պետք է ջուր ունենաս խմելու, հաց ունենաս ուտելու եւ այլն, վառելիքի խնդիր կա եւ այլն։ Ընդհանրապես անվտանգային ճարտարապետություն ավելի շատ վերաբերում է ոչ թե ֆիզիկական շենքերին կամ կառույցներին, այլ ընդհանուր կառույցը, ընդհանուր այդ կոնստրուկտը կոչվում է ճարտարապետություն։ Եվ դրա համար կա նաև ճարտարապետության փոփոխման անհրաժեշտության այդ կոնցեպտ, որ պետք է փոխել, այսինքն նոր ճարտարապետություն է պետք։ Մոտավորապես սա է։ Գիրքը աշխատություն է որպես այդպիսին, ուղեցույց նաև կարող ենք այդպես ասել, որովհետև կան մեջը եւ խնդիրներ եւ դրանց լուծումների առաջարկները եւ պարոն Մելիքյան, ձեր պատասխանը այս դեպքում ում համար է հստակ այս գիրքը, դուք աշխատել եք այս գրքի վրա 1 տարի եւ ավել եւ հետաքրքիր է ինչպես եք պատկերացրել ընթերցողին, այում համար է հստակ, դուք ում համար եք աշխատել։ Շատ լավ հարց եք տալիս, հապես, երբ որ մենք սկսում ենք շատ ու շատ հարցեր ունենք ինքնայց մեզ համար ճարտարապետություն, ինչպեսին պիտի լինի գիրքը, էլի մենք պիտի մեր գլխում, ինչպես ֆիլմ է, երբ որ նկարում ես, պիտի սցենար ունենաս, այդպես մեզ շատ պետք էր հասկանալ, թե ում համար ենք գրում եւ ինչպես են գրելու, ինչ մեթոդաբանություն ենք վերցնելու, ինչքան ենք ծավալվելու, ինչ չենք ներառելու, որտեղ որ սկսում ես հասկանում ես, որ ահռելի մենք կարող ենք 3 հատ այսպես գրել, որտեղ շատ բան կար ասելու, մենք ի վերջո ասենք հերիք է, եկեք կանգնենք այստեղ դա սրանք լուծենք, ցանկոն է որպես մեր կոչն է այս գրքով փոխել մտածողությունը, վերաբերմունքը անվտանգության ավելի լուրջ վերաբերվել, ավելի այդպես ասած աշխարհը 4 անել, մատերի արանքով չնայել, աշխարհը երբեք ինքն իրան անվտանգ չի դառնում, հաշվի առնելով նաև փոփոխվող աշխարհը դրա համար։ Այո, եթե օրինակ 90-ականներ լինենք, մենք ավելի նաիվ կլինենք, մենք ավելի օպտիմիստորեն կգրենք, մենք ավելի կգրենք այդպես ավելի շատ որպես վերապրած դժվարություններ եւ հիմա եկել է շուտ։ Բայց այնուամենայնիվ հաղթանակած։ Այո, հաղթանակած։ Հիմա մեր խնդիրն է ինչպես կերտել այդ հաղթանակը։ Եվ գրել ենք նրանց համար, ովքեր իհարկե, ովքեր մասնագիտորեն զբաղվում են այդ հարցով, բնականաբար մեր կոնկրետ ինձ համար թերևս թիրախում պետական կառույցներն էին, բայց քանի որ մենք անցում ենք ամ նաև հանրային դաշտ, հետեւաբար սա կարևոր է նաև հանրության համար, որպեսզի իրենք էլ իրազեկ լինեն, որ անվտանգություն նաև իրենց է վերաբերում, դա ինչ որ մի զինվորականների խնդիր չէ, եւ դրա համար Իսրայելը օրինակը մեզ համար լավ է, որ բոլորը միասնաբար, դա համար ես օրինակ որ վերադարձա Իսրայելից, ասում եմ ոնց որ մեծ զորամասում լինեի ես, այդպիսի տպավորություն են ինձ մոտ, որ բոլորը մասնակից են, ինչպես զորամասում բոլորը զինվորական են, բայց ան մեկ ինչ-որ բան է անում, մեկը այս բանով է զբաղված, մեկը մյուս, այդ պետությունն էլ այդպիսին էր։ Մենք մի քիչ այլ բնույթի պետություն ենք, ինչ-որ մի պահ եղել ենք այդպիսին, բայց շատ բաներ փոխվել է, հետեւաբար ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ օրինակ ուսանողները կարդան, հատկապես միջազգային հարաբերությունների ուսանողները, կարևոր է կարդան արտգործնախարարության աշխատակիցներ, դիվանագետները, այսինքն սկսած վերին էշելոններից մինչև ամենան ներքևը, ես կուզեի, որ գոնե ծանոթանան, ոչ եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակին։ Պարոն Մելիքյան, շնորհակալություն, է շատ կարևոր աշխատանքի համար, իսկապես սրանք հուշումներ են, ցուցումներ, այո, ինչու ոչ նաև այդ համեմատական վիճակները դու ինքդ քեզ վրա ես վերցնում, ադապտացնում ես թե ոչ, բայց ամեն դեպքում այո, կա խնդիր եւ լուծում, որը պետք է կիրառվի։ Լուծումներ, այո, որոնք որ շատ լավ կլինի, եթե կիրառվի եւ պատմությունից քաղված դասեր
հարցերը, ինչպես նաև պետք է գործածել եւ ադապտացնել այս իրականության մեջ։ Շատ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Մենք զրուցում ենք քաղաքագետ, միջազգայնագետ, համապարփակ անվտանգություն գրքի համահեղինակ Գևորգ Մելիքյանի հետ։ Գիրքը հրատարակվել է Արարատ քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի դրամաշնորհով New Megan Friends ծրագրով։ Այո, գրքում հեղինակները ներկայացրել են, թե ինչպես համապարփակ անվտանգությունը ինչ է, ինչպիսի կառուցվածք ունի, որոնք են մեր երկրի անվտանգային խնդիրները ու ինչպես պետք է լուծել դրանք։ Գիրքն արդեն վաճառվում է գրախանութներում, կարող եք պատվիրել նաև New Meg AM կայքից։ Դե ինչ, շնորհակալություն եւս մեկ անգամ, հետաքրքիր հեռուստաշնորհանդեսից հետո շարունակում ենք հագեցած եթերը, հաջորդիվ զրուցելու ենք Նովա ժողովրդական նվագարանների անսամբլի սպասող համերգի եւ Հայաստանի Պարիպետական անսամբլի Բարում է Պարիպետականը համերգային ծրագրի մասին։ Կարճատև դադար այս պահին կունենանք, որից հետո կշարունակենք եթերը։